Մատթեոս ավետարանի մեջ ասում է 11-րդ գլխի 28-րդ խոսքում ասում է. ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, չէ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Մի Աստված, որ ասում է բեռնավորված ես, հոգնած ես, արի իմ մոտ, ես քեզ կհանգստացնեմ, նա երբեք քեզ բեռ չի տա։ Մենք պետք է թույլ չտանք, որպեսզի չարը մեր վրա դնի բաներ, որ մենք չենք կարա տանենք։ Մենք պետք է թույլ չտանք, որ ընկնենք ինչ-որ մեկի կախման մեջ, որտեղ մենք ազատ մարդիկ ենք Տիրոջով կանչված իր ազատության մեջ։ Հալելույա։ Մենք կանչված ենք, որպեսզի լինենք ազատ Քրիստոսի մեջ լինենք ազատ։ Ոչ թե առանց Քրիստոսի մարդը ազատ չի կարա լինի։ Միայն Քրիստոսի մեջ, որպեսզի լինենք ազատ։ Ու երբ որ ասում է, ես ձեզ հանգիստ կտամ, չէ՞ ձեզ, իմ լուծը ձեզ վրա վերցրեք, ինձանից սովորեք, որտեղ ես հեզ եմ եւ սրտով խոնար, եւ ձեր հոգիներին հանգստություն գտնեք, որտեղ իմ լուծը համ ունի, քաղցր է, եւ իմ բեռը թեթև է։ Հալելույա, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ամեն։ Ես ուզում եմ, որպեսզի այսօր մեր սրտերի մեջ մի ինչ-որ աղբյուր բացվի, որ հասկանանք այդ Տիրոջ տված ազատության գաղտնիքը։ Ոնց է ինքը մեզ մոտիկանալով ոնց է ջախջախում բոլոր կապանքները, որ մինչև այդեղել է մեր կյանքում։ Ջախջախում է մեր մտածելակերպի մեջի այն կապանքները, որ մեզ տարելա դեպի գերության, կախվածության։ Այսօր Հիսուս Քրիստոսի հոգին էստեղ է ուզում է բերի կատարյալ լիարժեք ազատություն։ Հալելույա։